Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսելի ժողովուրդ, այսօր մարտի 15-ն է, Միացյալ Նահանգներում, ժամը առավոտյան 9 տեղական ժամանակով, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, ինչպես գիտեք, ուղիղ 24 ժամ առաջ, ես Վարդան Ղուկասյանս ամենայն հայոց, ամենահայտնի հայը, ինչպես ինձ արդեն ստեղ ասում են, Հարապարակայնորեն, շատ կուլտուրական, առանց որևիցե մի վիրավորական բառի և տարի, դիմեցի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, հանրությանը հայտնի պարոն Ժիլետին, կոնկրետ հարցով, ասացեք խնդրեմ, պարոն Կարապետյան, դուք Ղարաբաղի Արցախի թեման համարում եք փակված, թե ոչ, հարց առաջին, Եվ հարց երկրորդ, ինչու 2018 թվականին դուք լինելով Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ, քշեցիք, գնացիք, հասաք Սևան քաղաք, եթե չեմ սխալվում, եւ Սևան քաղաքի ԶՊՎ-ից, այսինքն ԿՊԶ-ից, դուրս բերեցիք ազգային ժողովի պատգամավոր Բոզիս տղա Նիկոլ Փաշինյանին առանց որևիցե մի փաստաթղթի, այսինքն Մարտին, Գասպարյան, Վովան, Էվրասման լավին լավ, վատին վատ, դեր բակալել էր, տարե կողել էր Սևանի ԶՊՎ։ Դու վարչապետալով քշիր գնացիր հասել ԶՊՎ-ից դուրս բերիր։ Դուք դա արել եք ինքնագլուխ, դուք դա արել եք ինչ-որ մեկի հրամանով։ Ինչ, ո՞ց եք արել, որտեվ առանց փաստաթուղթ, բանավոր, գնացիր, մտել եք ԶՊՎ-ի ժողովրդին ասել եք, հələ գյադեք մի դեն գյացեք, բոզի տղուն վեկալար եւ բաց թողիր։ Հիմա հել է եկել ես, մտնում ես քաղաքական արենան, ոչ ավել, ոչ պակաս, են տաշի սամոյի թմի հետ և ուզում եք, այսպես ասած, նորից վերարտադրվեք։ Ինչ արիք, լափիք, թալնիք, երկիրը գմպսրիք մինչև 2018 թիվը, հետո փոխանցեցիք այս թրկահապատակ վիժվածներին, մի 8 տարի էլ սրանք էլ դրին գմպսրին, սրանք վաբշե գմպսրին, Արցախախառն, Հայաստանի տերիտորիայով, մի սահմանադրությամբ, եկեղեցով, կրթությամբ, մշակույթով, ավիրին բլին, հիմա ասում եք չեմենք էլի հետ ենք ուզում գանք և Սամվելը տաշիր, էլ մարդ չի գտնում դաշտին, դաշտում իշքան նախքին կա, որ լապել են, ավիրել են, սրան բերել են, դրանց վերցրել դորից հետ ագալ եմ, ասում ես ընդդիմություն եմ, մի հատ են ինչ-որ, ինչ էր էտ մարդալնազգան, Վլադիմիրա ինչ գրող ու սև ցավա անունը, ես մեկ կուլտուրական դեմքով երևույթ էլ դա է, որ կպական է, հիմա ես էլ կպն թողելով, ես էլ գնեմ տաշիրի ծուցակ, էտ էլ գալեմ տաշիր, այսինքն իշքան ԿՊ-ի մեջ մարդիկ կա, հանրապետականի մեջ մարդիկ կա, տաշիրի ծուցակով հետ են գալի, ու ժողովուրդներ ուզում են ասել, մենք ընդդիմություն ենք։ Մի 30 հատ ավտոբուս են բերում, մի 20 հատ մարդ, ավելի շատ ավտոբուս ալնում քան մարդ, այդ ավտոբուսի վեր էլ նկարել, ասում են տեսեք իշք որքան աջակցություն ունի տաշիր սամոն, լայն, են ումներ որ բերում են, փողով են բերում, իրանց մատուցողներին, իրանց սոված Պովարներին մարդականը կեցուց տալեմ, տաշիր մենք հելը կամրադվառանք, էլ ասում ես պահել են դրանք, նա դեսերտ, տաշիրը պիտի երնեք տա ԿՊ-ին, ինչ օրինի, որ ես դնելու եմ ԿՊ-ի գլխին, դրանից 10 պատիկը սպասում է տաշիրին, որ ինք սենց իշքան բոլդի տղակա հավքի, նախքի։ Հիմա, Ժիլետ, ես քեզ կուլտուրական հարց տվեցի, պատասխանն ուրա Կարեն Կարապետյան։ Բա հիմա Դու հələ ոչ ազգային ժողովի պատգամավոր ես, ոչ նախարար ես, ոչ ինչ-որ մի պաշտոնյա ես, դու հիմա պրոստը գործազուրկ մարդ ես։ Ես ամենահայոց Վարդան Ղուկասյանս, ուզես թե չուզես, ամենահայտնի հայս, այտենց հայ ինպես հայտնի երևի մեկ էլ չեմ ուզում Հայաստանում չկա։ Որ ամբողջ տարածաշրջանով, մազաշրջանով, քեզ հրապարակայնորեն հարցակ ուտամ, բա եթե դու իմ հարցն ես արհամարն, բա ասենք խոսքի օրինակ հոկտեմբերյանցի Ջանոյին, կամ նորագյուղցի Գառնիկին, կամ չգիտեմ, Մասիվցի Տիկուշին, դու
Ո՞ց ես պատասխան։ Դու այդ քաշ մասկած вообще չես պատասխանելու։ Այդ կուլտուրական կոստյումնի շալվարնի հագնելու ես, 7000-ով գալստուկը կապես, շելեն քսես մազերից, դուխ ինձ հանես վրետ արաբական, բարբերի տրուսիկը հագնես, մատերդ մանիկյուր ու պիդիկյուր անես, գաս նստես կաբինետ, դրա համար ես գալը, ես քեզ հարց եմ տալի, վերջին անգամ գալստուկ պատասխանի իմ երկու հարցին հրապարակայնորեն, որը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին։ Ես այնքան բարի ու կուլտուրական մարդ եմ, որ երկրորդ հնարավորությունն եմ քեզ տալի հարցին պատասխանելու։ Եթե մինչև երկուշաբթի օրը երեկոյան Հայաստանի ժամանակով 20:00 քո պատասխանը հրապարակայնորեն չհնչեց լրատվամիջոցներով կամ սոցցանցով, մենք իրարից չենք հեռանամ, տղա ջան։ Ես քեզ ուզում եմ ընդամենը հարց տալ։ Վերջին, Սամվել Կարապետյանի չէ, Կարեն Կարապետյան, կյանքիդ մեջ տղամարդու հետ քնած կաս, թե չէ։ Հասկացա՞ր ինչ ալնելու քյոխ հետ։ Քեզ կուլտուրական հարց տվեցի, հիմա մի քիչ 4 տոնով։ Խի գնացիր, ոնց գնացիր, ում հրամանով գնացիր, այդ բոզիս տղուն ԶՊՎ-ից դուրս հանեցիր, պատասխանի հարցից։ Եվ Արցախի թեման թագված է քո համար, թե ոչ։ Մեծ սիրով եւ հարգանքով սպասում եմ քո պատասխանին, մինչև վաղը մարտի 16-ը երեկոյան 20:00 Հայաստանի ժամանակով։ Դրանից հետո մենք իրարից չենք հեռանում։ Ու ինձանից թող չնեղանա Սամվել Կարապետյանն է սրանք։ Սամվել Կարապետյանը, եթե ես սլակները նաև ուղեցի իա կողմի, եթե հանկարծ ագանջիս ասալ, որ դու մտնելու ես իա ցուցակ, որովհետև ես թույլ չեմ տա, որ ժողովրդին եւս մեկ անգամ ինչ որ մի կուսակցություն, ով ուզում է էդի ըլնի, փորձի դնի անասոնի տեղ գնացեք դրեք կպականներին, ինչքան ուզում եք, բայց մնացած ժողովրդին, եթե որևիցե մի անձնավորություն փորձես դնի անասոնի տեղ, ինչ-որ տարբեր տիպի լոզունգներով, տարբեր տիպի ինչ-որ հայտարարություններով, մենք գալում ենք մեր ձևով, մենք գալում ենք սրա ձևով, գալում ենք, որ դուք լավ ապրեք, գալում ենք, որ դուք սեցնեք, մորը ծծծնելու եմ հրապարակայնորեն։ Տեսեք, ես շատ կուլտուրական մարդ եմ։ Մտնելով չանցի, թե ես բանտում եմ, դուք ինչ ուզենաք կարաք անեք։ Ոտերը սկերել եք։ Այսքանը սիրով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, ժիլետ սպասում եմ պատասխանից, պասլետ մի ռազ, հաջողություն։